Պայթյուններ են որոտացել Իրանի մի շարք քաղաքներում և Ղեշբ կղզում։ Վաշինգտոնը հայտնել է, որ տեղի ունեցածը Իրանին ուղղված ամերիկյան հարվածների 13-րդ ալիքն էր։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Միացյալ Նահանգների նոր հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում։ Թեհրանի պատասխանը չի ուշացել, առնվազն 7 պայթյուն է եղել Իրաքի Էրբիլ քաղաքում, ամերիկյան ռազմաբազայի մոտ։ Իրանի հրթիռային և դրոնային հարձակումների մասին են հայտնում Հորդանանը, Բահրեյնը, Քուվեյթը։ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և Հորդանանը դատապարտել են իրանական զինված ուժերի հարձակումները, դրանք անվանելով ագրեսիա, որը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը։ Տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ քննարկում է Իրանի դեմ լայնածավալ հարձակում սկսելու տարբերակները ու շուտով վերջնական որոշում կընդունի։ Թրամփը նաև Եմենի հութիներին է սպառնացել։ Իրանի աջակցությունը վայելող հութիական խմբավորումները նախորդին հարձակվել էին Սաուդյան Արաբիայի նավթային նավերի վրա, լուրջ վնասներ պատճառելով։ Իրավիճակը պակաս թեժ չէ Միացյալ Նահանգների կոնգրեսում։ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որով Թրամփը պարտավորվում է դադարեցնել ռազմական գործողություններն Իրանի դեմ։ Քաղաքագետների գնահատմամբ սակայն օրինագիծը իրավական ու քաղաքական ուժ չունի։ Նրանք հիշեցնում են, որ Վաշինգտոնում վերջին ամիսներին մի շարք նման օրինագծեր են ընդունվել, բայց դրանք չեն ստիպել Սպիտակ տան ղեկավարին դադարեցնել պատերազմը Մերձավոր Արևելքում։ Իսկ այնտեղ իրավիճակը մոտենում է կարմիր գծին, ահազանգել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։ Անտոնիո Գուտերեշի խոսքով Իրանի շուրջդրությունը դուրս է գալիս վերահսկողությունից։ Մարիամ Ամերջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։